նախարարի որդին է, մի մարդու որդի, ում հայրը քրեակատարողական հիմնարկում, քրեական ենթամշակույթի դեպ պայքարում, բայց իր ընտանիքի անդամը, իր անձամբ իր երեխան, ծեծելուց ասում է խփում են, ես դու մեզ ծախել։ Ինչու է մինչ այժմ պետի տեղակալը պաշտոնավարում եւ դուք ինչ քայլեր եք պատրաստվում իրականացնել։ Նախ եկեք արձանագրենք, որ այն իրողությունը, որն ունենք այսօր, դրական է այն առումով, որ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ խաբման միջոց կրելու։ Այսինքն մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն եւ չեն կարող լինել։ Այսինքն սա մեր իրողությունն է, ինչը ուրախալի փաստ է։ Ինչ վերաբերում է այնքան որքան որ դատարանն է նշանակել, եթե չեմ սխալվում, 20 օրվա մասին է խոսքը։ Եվ քանի որ հարցը հնչեց, հիշեցնեմ, որ նախարարությունը եւ քրեակատարողական ծառայությունը միայն խաբամամիջոց կատարող մարմին է, այսինքն նշանակման հետ եւ ժամկետի հետ որևէ կապ չունի։ Հոր հետ կապված ես կասեմ հետեւյալը. նախ լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմքեր կան եւ քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որպիսիք նաեւ չկան եւ ստուգվել են, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ որ կերպ ազդել է նախաքննության վրա կամ փորձել է ինչ որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում խաբամամիջոցը կրի, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե եւ երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք։ Բայց եւս մեկ անգամ շատ կարեւոր է, որ շեշտադրվի այն հանգամանքը, որ ծառայողի ընտանիքի անդամը եւս ենթակա է պատասխանատվության մեր երկրում այն կերպ, ինչ կերպ ցանկացած։ Չի կարողանում օրինական անօգնական է, ինքը իր պապիկն է երեխայի պահում, արդեն հասնում են նրան, պաշտոնյաները ես չեմ ցանկանում խոսել մարդկանց կյանքից առհասարակ եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտենք, անկախ նրանից, թե այն անձը, որի իրավունքի հնարավոր խախտման մասին հիմա ես խոսում եմ, ինչպիսի հակաիրավական արարք է կատարել, եւ թող տպավորություն չստեղծվի, որ սա ասելով ես փորձում եմ պաշտպանել նմանատիպ անընդունելի արարքը, մենք իրական շատ վատ երևույթի հետ գործ ունենք եւ նաեւ ես իմ ուղերձում ասել եմ, որ ցանկացած տեսակի բռնությունը անընդունելի է, դատապարտելի է եւ իրականում ցավալի է, որ մեր հասարակությունում կան նման դեպքեր։ Հետևաբար, այո, եւ հետևություններ թող անի իր հայրը, հետևություններ անի ընտանիքը, հետևություններ անի ցանկացած ընտանիք, որը մեծացնում է երեխա այսօր մեր պետությունում, եւ հետևություններ կանենք նաեւ մենք։ Ես ձեզ պատասխանում եմ, դե գիտեք ինչ, հիմա եթե մեր անմիջական արձագանքը լիներ, օրինակ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար, մեզ վստահաբար մեղադրելու էին նրա մեջ, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել։ Երեխա դաստիարակել չկարեցող ծառայող ձեզ պետք է Մենք հստակ գիտենք, թե մեզ ինչպիսի ծառայողներ են պետք, այդ ծառայողները պետք է լինեն բարևար, անկաշառ, պրոֆեսիոնալ։ Երեխա դաստիարակել կարողանալ չկարողանալը այլ հարց է, ամեն դեպքում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեր երկրում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը եւ գործում է անհատական եւ անձնական պատասխանատվության ինստիտուտը եւ սա նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասը ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար։ Ինչ վերաբերում է հորը, ես կրկնում եմ, եթե ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այնպիսի արարքների կատարման մասին, որոնք անհամատեղելի են պաշտոնավարման հետ, մենք կքննարկենք լիազորությունների դադարեցման համանման մենք միշտ բոլոր դեպքերով անում ենք ներքին քննարկումներ եւ արձանագրումներ մեզ համար, եւ եթե որոշակի կոնկրետ հետևանքներ, որոնք ակնկալում է հանրությունը հենց այդ պահին չեն առաջանում, դա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում եւ չեն կարող առաջանալ ապագայում։